հիշել մի դեպք, երբ գյուղապետերից մեկը ինչ-որ օգնության ցուցակ կազմելիս, որը վերաբերվում էր հայրենական մեծ պատերազմի վետերաններին, իր եւ իր ազգականի անունը նույնպես մտցրել էր, ծնված լինելով պատերազմից հետո։ Զավեշտ է, եկել էին գյուղացիները խմբով բողոքելու, բայց հետո նույն այդ խումբը եկավ իր բողոքը հետ վերցնելու, պատճառաբանելով, թե ավելի ճիշտ կլինի, որ ինքը մնա այդ ցուցակի մեջ, ստանա այդ օգնությունը, այդ խայդառակությունը կրի ամբողջ կյանքում, քան թե հենց այսպես ցուցակից պարզապես դուրս բերվի եւ էլ որևէ շարունակություն չունենա։ Հայտնագործվել է գույք, որը գոյություն չունի եւ ոչ մեկը չգիտի, թե ինչու դա չկա, երբ է անհետացել, ինչպես է անհետացել, մի անգամ Զավեշտի ինքս հանդիպել եմ ավականու նիստի ժամանակ, երբ օդարման հարց էր տրված եւ ավականու անդամներից մեկը հանկարծ հայտնաբերեց, որ խոսքը արդեն իր կողմից սեփականաշնորհած օբյեկտի մասին է։ Բոլորը տեսնում էին պետական պաշտոնի իմաստը նրանում, որ իրենք այդ պետական պաշտոնից պետքա իրենց փողերը ստանան, այսինքն իրենք պետքա զբաղվեն պետություն թալանելով, այդ մարդկանց արժեհամակարգը եղել տարիներ շարունակ։ Գողանալու գաղափարը պետությունից գողանալու շատերի մոտ, հատկապես այդ ավագ սերնդի ու դրան հարող միջին սերնդի մոտ բավականին ուժեղ է։ Դա քաղաքացիական արժեհամակարգի բացակայության կամ անբավարարության նշան է, այսինքն ցանկացած պետություն, եթե պետք է կայանա, ինքը կարող է կայանալ միայն կոռուպցիոն լուրջ մեխանիզմները, որոնք պետությանը վնասող մեխանիզմները մերժելու միջոցով, իսկ դա մերժելու համար պետք է որպեսզի մարդիկ ունենան քաղաքացիական մոտեցումներ, իրենց վարքագիծը հենվի քաղաքացիական արժեքներից, իսկ դա հնարավոր է փոխել, բայց պետք է աշխատանք տարվի։